Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ծագման ապրանքների Ռուսաստանի շուկա արտահանման խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը օրեր առաջ պաշտոնապես այսպես մեկնաբանեց Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Մի կողմից տարբեր կառույցների մակարդակով հայտարարվում է, թե Հայաստանը դուրս է գալիս արտահանման նոր շուկաներ, մյուս կողմից Ռուսաստանին խնդրում է վերանայել սահմանափակումները։ Վարչապետ Փաշինյանն այստեղ հակասություն չի տեսնում։ Խնդրել եմ այս տրամաբանությամբ, որ ես չեմ ընդունում, որ կամ հարաբերությունները էքսկլյուզիվ են, կամ էլ չկա հարաբերություն։ Ես խնդրում եմ եւ որ մեր դիրքավորմանը մոտենան ըմբռնումով եւ հարգանքով, մանավանդ որ գործնականում դրա լեգիտիմությունը կասկածի տակ չի առնվում։ Ասում եմ, որ այո, դուք իրավունք ունեք ունենալ այլ ընտրանքներ, բայց այսօր որոշեք, թե որ այլ ընտրանքն եք ընտրում։ Ես ասում եմ, այն այլ ընտրանքը դեռ ձևավորված չի, սկսվել է այլ ընտրանքը ձևավորելու process-ը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկաթուղու հարցը չի քննարկվել, բայց թեմայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը եւս չի փոխվել։ Երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Փաշինյանն ասում է, հարցին բարեկամական լուծում են տալու, անհրաժեշտ լինի արբիտրաժային դատարան կհասնեն։ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով, այլ ընտրանք չկա սրան։ Արտաքին տնտեսական խնդիրներից անցում ներքին խնդիրներին։ Արարատ ցեմենտի շուրջ աղմուկը դեռ չի մարել։ Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 2.5 միլիոն տոննա։ Արարատ ցեմենտի նախագծերից մեկի համաձայն էլ գործարանի արտադրողականությունը տարեկան 1.2 միլիոն տոննա է։ Այսինքն Հայաստանում արտադրվող ցեմենտի գրեթե կեսը ապահովում է Արարատ ցեմենտը։ Ու չնայած տնտեսական նման գերակայությանը գործարանի աշխատանքը մի քանի օր ընդհատվել էր։ Ոչ մի աշխատատեղ չի փակվել, հիմա նույն Արարատ ցեմենտում ընդհատվել էր process-ը, հիմա շարունակվում է, հիմա նաև ժամանակավոր կառավարիչ կնշանակվի, բոլոր տեղերը, որտեղ անհրաժեշտություն կա որոշակի կասեցում, մի քանի օր ինչ-որ մի ժամանակաշրջան կբացվեն, կաշխատեն։ Արտաքին տնտեսական վեկտորների դիվերսիֆիկացում, զուգահեռաբար ներքին արտադրողականության կայունության ապահովում։ Կառավարությունից վստահեցնում են, թե միջազգային հարթակներում, թե տեղական տնտեսվարողների հետ հարաբերություններում պետական շահով են առաջնորդվում։ Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է կապել Ղարաբաղի հարցի հետ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Նա քննադատել է Մարիա Զախարովայի հայտարարությունները, դրանք անվանելով անհիմն։ Հաջիզադեն նշել է, որ Ղարաբաղը միջազգային հանրությանն, այդ թվում Ռուսաստանի կողմից ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս եւ անհիմն է համարել հապկի անգործությունը Հայաստանի կողմից Ղարաբաղը չճանաչելու հետ կապելը։ Հիշեցվում է, որ Հայաստանը հապկին դիմել էր ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների պատճառով։ Բաքվի դատարանում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք գիտենք Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողությամբ են գործում, հայտնում են, թե մեղադրողների ելույթներից հետո խոսքը փոխանցվել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արայիկ Հարությունյանին, ինչպես նաեւ նրանց ադրբեջանցի այսպես կոչված պաշտպաններին։ Բակո Սահակյանը դատարանում հայտարարել է, որ հաջորդ նիստի ընթացքում ցանկություն ունի օգտվելու արձագանքի իրավունքից, իսկ Արայիկ Հարությունյանը դարձյալ չի ընդունել իրեն ներկայացվող մեղադրանքները։ Իրավական մասով նշեմ, որ վերաքննիչ ատյանը կրկին ձևական կրկնողություն է իրականացնում որոշ դատավարական գործողությունների, որոնք տեղի էին ունեցել ռազմական դատարանում։ Մենք այս գործընթացը արդյունավետ չենք համարում, ավելին հանրային պաշտպանները բողոքարկում են իրականացրել առանց դատավճիռներին ծանոթանալու։ Առ այսօր էլ նրանցից շատերը մեզ հետ նամակագրության մեջ ընթացքում պնդում են, որ չունեն դատավճիռների ամբողջական տարբերակը, ուստի չեն կարող տրամադրել ընտանիքի անդամներին։ Այստեղ միտումնավոր գործողություններ ենք տեսնում, որ դատավճիռները չտրամադրելով Ադրբեջանը փորձում է կանխել միջազգային գործընթացները։ Սրանից զատ մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչը նաև արձանագրում է վերջին շրջանում Բաքվում ապօրինաբար պահվող հայերի վիճակը վատթարացել է։ Տեղեկություններ կան նրանց նկատմամբ կիրառվող հնարավոր բռնությունների նկատմամբ, որոնք
Այս պահին ճշտելու հնարավորություն Երևանում չունեն։ Ադրբեջանական զնդաններում գտնվող 20 հայերի փաստաբանները այժմ պատրաստվում են այս հարցով միջազգային դռները թակել։ Մենք տեսնում ենք վատթարացում, արտաքին աշխարհի մեկուսացվածությունը գնալով խորանում է, ինչպես գիտեք, Կարմիր խաչը վերջին այցելությունը իրականացրեց փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա 25 թվականի դեկտեմբերին։ Դրանից հետո որևէ անկախ կառույց չի կարողացել տեսակցել հայերին։ Ընտանիքների այցելությունները դարձյալ գործնական չեն, անկախ բժիշկների մուտքը ապահովված չէ, հյուպատոսական այցելությունները չեն կազմակերպվում։ Բաքվում գտնվող գերիների ընտանիքներն էլ արդեն տևական ժամանակ զրկված են իրենց հարազատներից տեսաձայնագրություններ ստանալու, ինչպես նաև դրանց Ադրբեջան անձնական օգտագործման համար նախատեսված ծանրոցներ ուղարկելու հնարավորությունից։ Սիրանուշ Սահակյանի պնդմամբ վերջին ժամանակահատվածում էականորեն կրճատվել են նաև հեռախոսազանգերի տևողությունը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար ռեպրեսիվ, պատժողական մոտեցում են ցուցաբերում հայ գերիների պատանների նկատմամբ, որը պարզապես հակահամակարգային է խաղաղության գործընթացին կամ խաղաղության երազանքին։ Բաքվի վերաքննիչում հաջորդ նիստը հուլիսի 31-ին է։ Իրավապաշտպաններն ասում են, առաջիկա շաբաթների ընթացքում սպասում են ինչպես Բաքվի այսպես կոչված դատական գործընթացի, այնպես էլ միջազգային իրավական հարթակներում նախաձեռնվող քայլերի հետ կապված զարգացումների։ Այդ ընթացքում սակայն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի ճակատագրի վերաբերյալ անկախ տեղեկությունների բացակայությունը շարունակում է մնալ ամենամեծ մտահոգություններից մեկը։ Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին։ Իրան կատարած այցից հետո տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը Ազատության զրույցում տեղեկացրել է, որ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։ Նախարարի փոխանցմամբ երկուստեք շահավետ այս գործարքը ընդլայնելու շուրջ հայկական եւ իրանական կողմերը բանավոր համաձայնություն են ձեռք բերել։ Մնացած հարցերի լուծումն արդեն առաջիկայում ստեղծվելիք աշխատանքային խմբերի տիրույթում է։ Տեսականորեն դա հնարավոր է, եւ մենք գազի կարիք ունենք լրացիչ, եւ այդ հայտնի հայ-իրանական SWAP ծրագիրը գազ էլեկտրաէներգիայի դիմաց դրա հնարավորությունը տալիս։ Դա աշխարհակահաղական իրավիճակի խնդիր չէ, տեխնիկական խնդիր։ Ինչպես ենք մենք այդ էլեկտրաէներգիան արտահանելու Իրան։ Այդ տեխնիկական մեր հնարավորությունները դե սահմանափակ են։ Պետք է դեռ շատ վաղուց կառուցեր ու շահագործման հանձնել երրորդ բարձրավոլտը, որը այսօրվա իշխանությունների օրոք չի արվել։ Եթե մենք ունենայինք բարձրավոլտ երրորդ բարձրավոլտ համակարգը արդեն կառուցած, մենք կարողանայինք 3 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել եւ հետեւաբար 3 անգամ ավելի շատ գազ ներմուծել Հայաստան։ Մեկ շուկայից կախվածության ռիսկերի նվազեցման նպատակով հայկական կողմը փորձում է գտնել այլընտրանքային ուղղություններ, նոր գործընկերների ներգրավման եւ տեղական արտադրանքի համար նոր շուկաներ գտնելու հույսով։ Այլընտրանքային շուկաների որոնման համատեքստում Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը հանդիպել է Միացյալ Նահանգների գյուղատնտեսության քարտուղարության ղեկավարների հետ։ Հանդիպան ընթացքում քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի ամերիկյան շուկա արտահանման հնարավորությունները։ Տնտեսագետները սակայն այն համոզմանն են, թե այս փուլում ամերիկյան շուկան չի կարող փոխարինել Հայաստանի արտահանման հիմնական ուղղություններից մեկին՝ Ռուսաստանին, իսկ որոշ ապրանքների դեպքում էլ մասնագետների գնահատման փոխադրումների արժեքը տնտեսապես շահավետ չէ։ Սերտիֆիկացման հետ կապված երկրները որպեսզի անխափան մատակարարներ կատարեն գյուղատնտեսական որպես կանոն երկրների միջև լինում է ֆիտոսանիտարական լաբորատորիաներ ըստահելի։ Այն իմաստով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը լաբորատորիան որևէ արդյունք է գրանցում պաշտոնական, այդ արդյունքը ամերիկյան հետագան կողմը ընդունում է որպես վստահելի արդյունք։ Մեր մոտ լաբորատորիաները ամերիկյան եւ հայկական այս կարգի փոխվստահող չէ, դրանք չկան։ Պայմանագիր չկա։ Հայկական կողմն այլընտրանքային հնարավորություններ է փնտրում նաև հարևան Վրաստանում։ Թբիլիսիում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված գործարար հանդիպման ընթացքում վրացական խոշոր առևտրային ցանցերին ներկայացվել են արտահանման պատրաստ հայկական սննդամթերքը, խմիչքն ու գյուղատնտեսական արտադրանքը։ Ըստ տնտեսագետների Վրաստանը կարող է դառնալ հայկական արտադրանքի իրացման լրացուցիչ շուկա, ինչպես նաև տարանցիկ եւ վերաարտահանման կարևոր ուղղություն։ Դա ընդհանուր աշխատանք պետք է լինի, սկսած բրենդավորումից եւ պետությունների միջև պայմանավորվածություններից, մինչեւ օրինակ լոգիստիկական, այսինքն ճանապարհային աշխատանքներ Հայաստանում, այսինքն ճանապարհային ցանցերի գայնացումը։ Այս ամեն ինչը կարա տեսականորեն բերի փոփոխություն
գործողությունների։ Հայաստանից ռուսական շուկա արտահանվող կաթնամթերքի մուտքն է սահմանափակվել։ Ռոսելխոզնադզորը որոշումը հիմնավորում է հայկական արտադրանքի անվտանգության եւ հումքի ծագման հետ կապված խախտումներով, իսկ սննդամթերքի տեսչական մարմինն էլ հայտնում է, թե հիվանդ կենդանիների կաթի գործածման դեպքեր ստուգումների ընթացքում չեն հայտնաբերել։ Տնտեսագետների գնահատմամբ տնտեսական վնաս այստեղ մեծ չի լինի, քանի որ արտահանվող կաթնամթերքի ծավալները գյուղատնտեսական ընդհանուր արտահանման համեմատ փոքր են։ Ռոսելխոզնադզորի եւ ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքները ռուսական կողմը թեև չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաեւ այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ-ի անդամ պետություն եւ բացի իր ազգային օրենսդրությունից նաեւ պետք է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը պահպանի, որոնք նույնպես պահանջում են սննդամթերքի անվտանգության որոշակի նորմեր, հացը համակարգերով այդ վտանգների վերլուծության, կրիտիկական կետերի որոշման կառավարման մոդել ունենան, լաբորատոր ստուգումներ անեն։ Նոր շուկաների բացումը միայն քաղաքական պայմանավորվածությունների հարց չէ, ասում են մասնագետները։ Դրա համար անհրաժեշտ են միջազգային չափանիշներին համապատասխան արտադրություն, վստահելի հավաստագրման համակարգ եւ մրցունակ լոգիստիկա։ Ամառային հանգստին զուգահեռ սոցիալական ցանցերում կրկին ավելացել են քաղաքացիների դժգոհությունները։ Մարդիկ պատմում են, որ վճարել են հանգստի փաթեթների համար, սակայն կամ չեն ստացել խոստացված ծառայությունները, կամ էլ մեկնելու օրն են միայն պարզել, որ իրենց ամրագրումը ընդհանրապես գոյություն չունի։ Տուժածները նշում են, որ տուրիստական ընկերությունները ամբողջ գումարը վերցրել են նախապես, իսկ հետո արդեն կամ դադարել են պատասխանել զանգերին, կամ էլ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են կատարել իրենց պարտավորությունները։ Արդյունքում մարդիկ կորցրել են ոչ միայն գումարը, այլև արձակուրդը, որին այդքան երկար էին սպասել։ Տարբեր ուղղությունների տուրիստական տոմսեր վաճառելով իբրև թե զեղչերով եւ մարդկանց ծուղակը գցել, ներկայանալով ինչ որ անհայտ կազմակերպության աշխատակից։ Ուզում եմ, որ ճանաչեք իր նմանին եւ զգույշ մնաք։ Օրեր առաջ ինքս խաբնվել եմ եւ բավականին մեծ գումար կորցրել։ Սրանց նմաններ իրենց պատիժը դել ստանալու են։ Տուրիստական շուկայում նման դեպքերը նոր չեն։ Մասնագետների գնահատմամբ գործող օրենսդրությունը դեռևս իզորու չէ լիարժեք ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը, իսկ իրավական գործընթացները հաճախ երկարատև են, ինչի հետևանքով շատ քաղաքացիներ պարզապես հրաժարվում են դատարան դիմելու մտքից։ Ինչ է անում պետությունը նման դեպքերում։ Տնտեսական մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում պատասխանատու կառույցները նշում են, վստահեցնում, որ յուրաքանչյուր ահազանգ ուսումնասիրվում է։ Դրանցում սպառողների իրավունքների խախտման հիմքերի առկայության դեպքում նախաձեռնվում է վարչական վարույթ, իսկ խարդախության կասկածի դեպքում նյութերը փոխանցվում են իրավապահ մարմիններին։ Սակայն հարկ է իմանալ, որ քաղաքացիների կրած վնասի փոխհատուցումը հնարավոր է միայն դատական կարգով։ Լավագույն պաշտպանությունը զգուշությունն է, ընդգծում են մասնագետները եւ հորդորում առաջին հերթին խուսափել զգուշանալ շուկայականից անհամեմատ ցածր գներով առաջարկվող փաթեթներից։ Ես չեմ լսել համենայն դեպս, որ որևէ մեկը նման գործունեություն ծավալելուց հետո ենթարկվել է քրեական պատասխանատվության։ Ցավոք սրտի դա նաև անդրադառնում է մեր վրա, որովհետև երբ այդ տուժած հաճախորդը գալիս է մեր մոտ, ինքը արդեն չափազանց զգուշություն ա դրսևորում, նույնիսկ եղել են դեպքեր, որ ասել են իսկ կլինի մենք գնանք, մեկնենք հանգստի վերադառնանք, նոր վճարենք ձեր գումարը։ Տուրիստական կազմակերպությունների կողմից ճանապարհորդական փաթեթների իրացման պատրվակով խարդախություն կատարելու, այսինքն նախապես դիտավորություն ունենալով չկազմակերպել անձանց ճանապարհորդությունը, սակայն դրա դիմաց հիմնականում խոշոր 500,000 դրամից մինչև 5 միլիոն դրամ գումարներ պահանջելու եւ ստանալու, սակայն ճանապարհորդության կազմակերպման ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելու դեպքերի կապակցությամբ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարբեր բաժիններում վարույթներ հիմնականում նախաձեռնվել են քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այսինքն խոշոր չափերով եւ խմբի կողմից կատարված խարդախության հատկանիշներով։ Ամրագրում կատարելուց հետո նույնպես պետք չէ սահմանափակվել միայն ընկերության հավաստիացումներով։ Մասնագետները խորհուրդ են տալիս անմիջապես կապ հաստատել հյուրանոցի հետ եւ համոզվել, որ ամրագրումը իսկապես կատարված է, ձեր անունը գրանցված է եւ վճարումը հաստատված է։ Նույնը վերաբերում է նաեւ ավիատոմսերին։ Անհրաժեշտ է ստուգել, որ դրանք իրականում ձևակերպված լինեն։ Եթե այնուամենայնիվ դարձել եք խաբեության զոհ, մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել բոլոր վճարումների անդորագրերը, պայմանագրերը, նամակագրությունը ու
գովազդային հայտարարությունները, ապա դիմել սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական մարմիններին, անհրաժեշտության դեպքում նաև ոստիկանություն։ Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զինամթերք, թմրամիջոցներ, ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները շրջայցեր եւ սուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային այլ վայրերում, ուշադրության կենտրոնում պահելով հնարավոր իրավախախտումներն ու հանցավոր դրսևորումները։ Իրականացված ծավալուն միջոցառումների արդյունքում կրկին հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք, զինամթերք, թմրամիջոցներ եւ այլն։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության միջոցառումները շարունակվում են։ Հուլիսի 29-ին ողբերգական դեպքի եղել մայրաքաղաքում Գիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն է ժամանել նաեւ Երևան քաղաքի քննչական վարչության, Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ներկայացուցիչները։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները բարձվում են։ Ժամանել են նաեւ Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի եւ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Մայրաքաղաքում հուլիսի 28-ին Հնդկաստանի 26-ամյա քաղաքացին Հոնդա մակնիշի մոպեդով բախվել է 37-ամյա Մենուայի վարած Բիտ մակնիշի մեքենային։ Այնուհետև թույլատրելի հատվածում կայանված 41-ամյա Արմենի վարած Ման մակնիշի ավտոբուսի հետնամասին։ Մոպեդը կողաշրջվել է, մասամբ հայտնվել ավտոբուսի տակ, իսկ մոպեդավարը վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Ի դեպ, ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ու սպասարկում է թիվ 5 երթուղին։ Հուլիսի 28-ին արտակարգ դեպք է եղել Գեղարքունիքի մարզում, Մարտունի քաղաքի Պրոշյան փողոցում մեքենա է այրվել։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու շերջ փրկարարական ջոկատի շերջներն են կանխել ջիպ կոմպասի շարժիչի հատվածում առաջացած կրակը հետո մարել այն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։